Արձեսի բայկամներ, այսօր ուրեմն ես դուրս եկա մի փոքր ման գալու, եկել եմ մի խանութ, որը կոչվում է Alice Davis, ու այստեղ վաճառում են միայն տան համար, խոհարարության համար, խմորեղենի համար ամեն ինչ, ու կուզեմ որ դուք տեսնեք, որ Ֆրանսիայում մեր քաղաքում ինչպիսի գեղեցիկ խանութներ կան, որոնք հենց տան համար են նախատեսված եւ յուրահատուկ են իհարկե այս խանութի ամեն ինչը։ Շատ գեղեցիկ կահավորում են խանութը։ Տեսակավորում են շատ գեղեցիկ ու յուրահատուկ ապրանքներ են այստեղ, ճիշտ է մի փոքր սովորականից թանկ է, բայց շատ լավն են։ Հիմա ուղղակի նկարեմ ու դուք տեսեք։ Օրինակ մոտավորապես տեսեք այս քերիչը, որը ես նույնպես ունեմ, երևի նկատել եք, տեսեք այսպիսին է ու արժի 24 եվրո։ Փոքրիկ, մեծ, սրանք նախատեսված են բոլորս էլ գիտենք սխտորի համար։ Ինչ որ մտածում եք, որ ձեզ պետք է խոհանոցի համար, տան համար, խմորեղենի համար, այս խանութում հանգիստ կարող եք ճարել։ Շատ լավ խանութ է, շատ եմ հավանում, շատ սիրում եմ ես այս խանութը։ Սա մուտքն է իհարկե։ Շատ կոկիկ խանութ է, աշխատողները բոլորը շատ բարեհամբույր, խնդրեցի, որ կարելի է նկարել, գիտեք, որ ես խանութները այդքան էլ չեմ նկարում, բայց ուղղակի շատ ուզեցի, որ խանութը նկարեմ, դուք տեսնեք սիրելիներս։ Սեղանի համար նախատեսված փոքրիկ սփռոցներ են։ Ինչ կա։ Տեսնեք, շատ գեղեցիկ։ Տեսականի ունեն։ Սպորքում գեղեցիկ է։ Բոլոր գույների իհարկե, տապակների տեսականի որքան շատ է։ Այստեղ իհարկե շատ այսպես յուրահատուկ ճաշակով նախատեսված ամանեղենի տեսականի է, բաժակներից, ամաններից, ամեն ինչը։ Այստեղ կարելի է փորձել այս սոուսները, հացը պատրաստ դրված է, որպեսզի մարդիկ փորձեն ու գնան։ En fait, ça va toujours commencer à égratigner, il y a des morceaux qui partent, mais du moment que
դանակների մեծ տեսականի ունեն։ Տախտակները, տեսնում եք որքան գեղեցիկ դիզայն է այստեղ։ Բոլոր տեսակի, ճաշակի, խոհանոցային, տնային տնտեսությունների համար նախատեսված ամեն ինչ կա, բարեկամներս։ Փոքրիկ դանակների տեսակներ են, տեսնում եք։ Ինձ թվում է լավ է երևում, քանի որ ես այդքան էլ բարձ չեմ խանութներում նկարել, բայց ինձ թվում է երևում է, որքանը որ հնարավոր է նկարում եմ, ու հուսով եմ ձեզ դուր կգա։ Սա տեսնում եք լազանիի համար նախատեսված մակարոն պատրաստելու մեքենան է, կարելի է տանը պատրաստել և թարմ մակարոնով լազանի սարքել։ Տեսնում եք։ Գնանք հաջորդ կողմը։ Երկու հարկանի է խանութը։ Խնդրեցի կարելի է նկարել, թե ոչ։ Ասեցին, որ դուք մեր հաճախորդն եք սիրելի, իհարկե կարելի է։ Շատ բարեհամբեր մոտեցան իմ առաջարկին, ինչի համար անսահման շնորհակալ եմ։ Սա արդեն ծանր տապակների, տեսականների բաժինն է։ Տեսնում եք, գները իհարկե նշեցի, որ թանկ են։ Օրինակ, տեսեք, այս վերևինը 159 եվրո է, սա 59, 69, տեսնում եք, բավականին թանկ են։ Նախորդ նշեցի, որ թանկ խանութ է, այդ պատճառով գները ես շատ այսպես չեմ ցուցադրում։ Սրանք նախատեսված են բլիթների համար։ Ասենք հաջորդ բաժինը։ Այս բոլորից ես ունեմ, փոքրից մինչև մեծ, այս խանութից եմ գնել, իհարկե որակը աննկարագրելի լավն է, նորից եմ կրկնում, ճիշտ է թանկ է, բայց շատ լավն է, սրանք տեսնում եք կարտոֆիլի համար է նախատեսված, արդեն դիզայնը բոլորովին ուրիշ, ավելի հարմար, տեսնում եք, ամեն ինչ կա, ամեն ինչ։ Սրանք շամպայնի բաժակներ են, տեսնում եք։ Եվ 6 հատը արժե 44 եվրո։ Այստեղ նորից յուրահատուկ դիզայնով ափսեներ են, տարբեր չափերի, տեսնում եք։ Եթե 6 ափսե գնում ենք, 1 ափսե առանց վճարելու են, նվիրում են, կարելի է ասել, բոլոր գույների, ճաշակի, ամեն ինչ կա և շատ գեղեցիկ իհարկե։ Այսպես մի քիչ արագ անցնենք, որ ձեզ չձանձրացնեմ, տեսնում եք ինչ գեղեցիկ ափսեներ կան, բոլոր չափերի, սա էլ արդեն մատուցման ափսեներն են, սա ապուրի համար նախատեսված, գինու բաժակների տեսականի է, այստեղ ջրի, հյութի, այստեղ արդեն տարբեր համեղ սոուսներ, քաղցր
կետչուպներ, ամեն ինչ։ Աղերեն էստեղ, տեսնում եք, այս բարձր ապակի ամանի աղը արժե 19 եվրո 50 սանտիմ։ Տեսնում եք։ Այս կողմում արդեն կանաչի չորացնելու և տեսեք ինչ գեղեցիկ ամաններ կան, թասիկներ կարելի է ասել։ Այստեղ պղպեղ և աղաղալու բոլոր հարմարություններն են, տարբեր չափերի։ Այստեղ նորից հյութեր են, տարբեր համերի, սոուսներ են, տարբեր համերի։ Այստեղ ձիթապտուղը կամ ինչ-որ հուսայողը ցողելու համար նախատեսված ապակի ամաններն են։ Տեսնում եք, քան գեղեցիկ տեսականի ունեն։ Ինչ։ Սրանք նախատեսված են պիցա պատրաստելու համար, անցքերով են, որպեսզի շատ լավ եփվեն։ Սրանք իհարկե բագետ պատրաստելու համար նախատեսված ձևամաններն են։ Այսպես տարբեր չափերի ձևամաններ, տարբեր որակների և բաղադրության կարելի ասել։ Եվ բարձրանանք արդեն երկրորդ հարկ։ Սինիբան կարել։ Ասեմ, որ այս խանութը բավականին հին խանութ է և տարիների պատմություն ունի այս խանութը։ Այստեղ խոհանոց կարելի է պատվիրել նույնիսկ, տեսնում եք, կաթսաների, տապակների, ուղղակի հիանալի տեսականի ունեն, տեսնում եք, որքան գեղեցիկ են դիզայնը հիմա այս խանութի բոլորովին փոխվել է, այս բոլորը նոր դիզայն է։ Այստեղ ձևամաններ են կարելի ասել, սիլիկոն է և բոլոր տեսակների կան, տեսնում եք վարդ, բոլոր ձևերի, քառակուսի, կլոր, երկար, կարճ, նեղ, տեսնում եք, և ասեմ, որ գինը արժե 13 եվրո, Այստեղ են, սրանք, գիտեք չէ, փոշի է, այսպես ցողում են բիսկվիթի վրա և ստանում ենք այսպիսի մարմարե ինչ-որ նման բոլոր գույների կա։ Ես ունեմ այս սպիտակ ձևամանից շուտով ինչ-որ բան կպատրաստեմ միասին, տեսնեք։ Նորից ձևամանների տեսականի է, սա ժելատին է, սա կիլոգրամով ժելատին է, սա ելակներ են արդեն պատրաստի, այդ փոշիով փչված և վաճառում են 22 եվրո 50 սանտիմ է 250 գրամը։ Սա խոհարարական տոպրակներ են, ուրեմն 100 հատը արժե 16 եվրո։ Շատ լավ է գինը, սա տեսնում եք,
տորթերի համար նախատեսված ամեն ինչ կա։ Կարելի է գալ այս խանութ ու մեծ ընտրություն կատարել։ Այստեղ գույներն են, տորթերի գույներ են։ Այստեղ ունենք, տեսնում եք, կեքսեների համար նախատեսված բոլոր չափերի, նույնիսկ փոքրից մինչև մեծ, տեսնում եք։ Հուսով եմ լավ է երևում, մաֆինների համար նախատեսված ձևամաններն են թղթյա, այս բոլորը գույներ են, տեսնում եք, տորթերի համար նախատեսված սննդային գույներ են և ինչ մեծ տեսականի է։ Սա արդեն շոկոլադե թվեր են, որ կարելի է ուղղակի գնել և տեղավորել տորթի վրա առանց մտածելու, որ կարելի է գրել, պատրաստել, սրանք բոլորն էլ ուտել կարելի է, այնպես որ միայն դեկոր չէ։ Սրանք էլ տորթերը զարդարելու համար նախատեսված։ Սա ես իհարկե նոր տեսա, սա նորություն է և շատ լավն է, իհարկե փայլունի և տարբեր տեսակների են, տեսնում եք, այսպիսի։ Սրանք բեզեներ են, մերինգես գրված է, սրանք սննդային շաքարային զարդարանքներ են, ոսկեգույն, սպիտակ, արծաթագույն և այլն։ Գույների մեծ տեսականի ունենք այս խանութում, ու ես հիանում եմ, միշտ այստեղից եմ ես գնում եմ գույները, և հեղուկ գույներ կան այստեղ և փոշի։ Իսկ այս տուփերովը մարցիպաններ է, կարելի է ուղղակի գնել և պատրաստել։ Տորթի համար ծաղիկներ նախապատրաստել, բոլոր գույների կա, տեսնում եք, կարմիր, շոկոլադե, դեղին, կարամել, այսպես։ Այստեղ նորից տորթեր զարդարելու համար նախատեսված նասատկաներ են, հայերեն չգիտեմ ինչ է կոչվում, իհարկե ներողություն եմ խնդրում, այս տոպրակները շատ լավն են այս տոպրակները, ես ունեմ փոքրներին, փոքր չափերին, ես որ գնեցի, այս չափը նոր է, ու անպայման կգնեմ, որովհետև շատ հարմար են, կարելի է լվանալ և նորից օգտագործել, իմիջիայլոց շատ երկար կարող ենք օգտագործել։ Տեսեք խմորեղենի համար նախատեսված ինչ չափի ձևաման ուզենք կարող են գտնել այս խանութում։ Սրանք արդեն պատրաստի խմորներ են բիսկվիթի, ուղղակի պիտի խառնել, կարծեմ կաթով կամ ջրով, տեսեք, և շոկոլադե կա, և վանիլային։ Սրանք էլ մաֆինները գույն տալու համար նախատեսված սպրեյ է, այսպիսի ձևամաններ, սիրտ, փոքր, մեծ, ամեն ինչ։ Շատ էի ուզում միշտ, որ նկարել ես խանութում, որպեսզի դուք տեսնեք ես, որ ինչ խանութից եմ օգտվում, ինձ անհրաժեշտ խմորեղենի համար ինչ-որ բան գնելուց, իհարկե միայն ալես դելիսից։ Սիրելիներս, սա գովազդ չէ, ես ուղղակի խնդրել եմ ու նկարում եմ։ Ինձ սիրով ընդառաջեցին։ Սրանք էլ տեսեք չափերի համար նախատեսված բաժակներ են, մոտիկից ցույց տամ, որ տեսնեք ինչ կառույց, տեսնում եք, և ջրի համար է նախատեսված, և չոր,
Եվ ամեն ինչի համար նախատեսված է, տեսնում եք գրված է ալյուր, շաքար, կաթ եւ գրամները իհարկե տեսնում եք որքան լավ է մտածված։ Բաժակներ են սրանք նորից չափերով։ Ներողություն։ Այսպես բարեկամներ, կշերքներ, այս ամանները դուք գիտեք, ես ունեմ երկու չափի շատ գոհ եմ, շատ լավն են, շատ որակով, շատ ոչ մի հետք չի մնում, այս թասիկից էլ ես ունեմ, այստեղից եմ գնել իհարկե, այստեղ նորից խմորեղենի համար նախատեսված ամեն ինչ, տեսնում եք, տորթերը, կրեմները ուղղելու, դանակներից, հարիճներից, սկսած ամեն ինչ, սա մաղ է, մի քանի այս ցանցերը նախատեսված են մեծ, փոքր եւ ավելի փոքր, 3 չափ ունի, սրանք սեղանի վրա դնելու համար, տեսնում եք, կեքսեր թխելու համար նախատեսված ձևամանները, ձև տալու համար ասենք թխվածքաբլիթները, այդպիսի բաներ են, կրտնակներ, մաֆինների համար նախատեսված, տեսնում եք, թխվածքաբլիթների համար նախատեսված, ամեն ինչ, մաֆինների համար տարբեր չափերի, ամենափոքրից մինչև ամենամեծը, այսպես, սրանք էլ շոկոլադներ, ինչ-որ նախշեր պատրաստելու համար, նորից շոկոլադներ, թեքվենք այս կողմ, ներողություն մի փոքր արագ պտտվեցի, թեյի համար սուրճ թեյ նախապատրաստել, բաժակներ, կաթի հարիճներ, նորից բաժակներ, այսպիսի սրանք ռոմեր են, որոնք ավելացնում են կրեմի մեջ, տարբեր համերի ռոմեր են, ռոմ, ավելի ճիշտ ամաններ, գեղեցիկ մի փոքր, այստեղ տարբեր խմիչքներ են, հենց Ֆրանսիայում են պատրաստում այս խմիչքները, տեսնում եք, լիկյորներ, այդպիսի բաներ են, որոնք կարելի է նույնիսկ ավելացնել խմորեղենների, կրեմների մեջ ու ստանալ տարբեր համեր։ Այսպիսի մեծ տեսականի ունեն համեր ստանալ, կրեմները, ինչու՞ չէ նաև խմորեղենները համ տալու համար։ Այսպիսի մեծ տեսականի է։ Այստեղ իհարկե տեսնում եք, ամեն ինչ կա, ամեն ինչ։ Այս ամանները նոր են, ես չի տեսել, թե չէ կգնեմ, անպայման գնելու եմ սրանք, ինձ դուր են գալիս այդպիսի ամանները, հետաքրքիր բաժակներ են, տեսնում եք, պաղպաղակի համար նախատեսված, դեսերտների համար նախատեսված, շատ գեղեցիկ են, նորից համեր են սրանք, տարբեր սիրոպներ են, մի խոսքով սիրելի բարեկամներ, շատ լավն է այս խանութը, շատ եմ սիրում ու շատ հաճախակի եմ ես լինում այս խանութում, որը կոչվում է Alice Delis։ Սրանք աշխատանքի գնալու համար, այսինքն աշխատանքի գնալու համար հետը վերցնել սուրճ, ինչու՞ չէ սուպեր, տեսնում եք, թեյ, այդպիսի ամաններ են, այստեղ նորից դանակներ, կաթսաներ, տապակներ և այդպիսի շատ ու շատ խոհարարական ապրանքներ։ Այստեղից ենք մենք գնել մեզ համար խաշի
մեր հայերին բնորոշ խաշի, տեսնում եք համար նախատեսված։ Կացան, շատ մեծ 20 լիտր է։ Ամեն ինչ կա այստեղ, ամեն ինչ։ Այստեղ նորից մարցիպաններ են տարբեր համերի, նորից այդպիսի խմիչքներ կամ համեր։ Այստեղ ունենք պոպկորնի համար նախատեսված էլեկտրական մեքենա, սրանք սուրճի համար են նախատեսված այս տոպրակները, սա նորից պոպկորնի համար է, և այստեղ ունենք համեր, որոնք կարելի ավելացնել այդ մեքենաների մեջ և ստանալ տվյալ համի պոպկորնը։ Տեսեք, սա էլ քաղցր բամբակ է պատրաստում, նույնիսկ այս մեքենան ունեն էլեկտրական։ Այստեղ բաժակներ են, գինու համար նախատեսված և շամպայնի։ Տեսնում եք, օրինակ գինու համար նախատեսված 6 բաժակը արժե 44 եվրո։ Այստեղ գինու բացիչներն են, տարբեր ձևերի և իհարկե տարբեր բաժակներ, ամաններ, սառեցնող, մի խոսքով սառույցներ պատրաստելու համար, այստեղ հյութեր, լիկյորներ պատրաստելու համար ամաններ են, սառը հյութեր պատրաստելու համար, տեսեք, ինձ թվում է Հայաստանում էլ կա, իհարկե Հայաստանում շատ բան կա, որ մենք այստեղ չունենք, չկա, սա էլ արդեն մեծ տեսակն է, հյութեր պատրաստելու։ Այս թեյնիկները ինձ թվում է Հայաստանում էլ կա, երկար ժամանակ թեյը տաք է մնում, թեկուզ ձմռանը, երբ դրսում թեյ են խմում մարդիկ, այս թեյնիկի մեջ ժամերով կարող է տաք մնալ թեյը։ Ծանր են իրենք բավականին, բայց շատ որակով են ու շատ պետքական։ Այս բաժակները նախատեսված են վիսկիի համար և տեսնում եք մեկ բաժակը արժե 36 եվրո։ Թանկ է իհարկե, բայց երևի պետքական։ Սրանք սիրոպներ են, գուրմանների համար է նախատեսված, այսպես հարազատներս։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ ավարտել արդեն իմ տեսանյութը, այս հաճելի աղջիկներն են այստեղ աշխատում, սա արդեն վերջն է իմ տեսանյութի, հաճույքով նկարում եմ և շնորհակալություն եմ հայտնում այս հաճելի աղջիկներին ինձ թույլատրելու համար, որ նկարել եմ։ Merci beaucoup et au revoir։ Այսպես սիրելի բարեկամներ, ավարտենք Ալիս Դելիս խանութում նկարահանելը, հուսով եմ ձեզ դուր կգա, եթե ինչ-որ տեղ ես շատ արագ եմ շարժել տեսախցիկը, ներողություն եմ խնդրում ու շատ շնորհակալ եմ, որ ինձ հետ եք, իմ ալիքում եք, ինձ հետևում եք, շնորհակալություն շատ, անչափ շնորհակալ եմ, ցտեսություն։